ցավոք սրտի անմասն չենք կարող մնալ դժբախտ դեպքերից, այդ թվում նաև մահացու ելքով, բայց գոնե այն կազմակերպությունները, որոնք դրանք պահպանում են, նվազեցվում են այդ ռիսկերը, հնարավորինս նվազեցվում են, եւ այս պարագայում ցավոք սրտի շինարարության ոլորտում վերջերս շատացել են այդ դժբախտ դեպքերը, էլի մահացու ելքով, բայց կարծում եմ եւ ոչ միայն շինարարության, օրինակ գյուղատնտեսության ոլորտում բազմաթիվ են լինում նման դեպքեր, բայց ուշադրություն չենք էլ դարձնում, ինչու, որովհետեւ եթե օրինակ գյուղատնտեսության ոլորտում մարդը աշխատում է թունաքիմիկատների հետ կամ, չգիտեմ, հերբիցիդների հետ, գլիֆոսատ պարունակող նյութերի հետ, դա անմիջապես չի երևում նրա առողջության վրա։ Շինարարության պարագայում կամ, չգիտեմ, հանքարդյունաբերության ոլորտում մարդը ընկավ, մահացավ, իմացանք բոլորս, բայց գյուղատնտեսության պարագայում եթե մարդը թունաքիմիկատների հետ աշխատելուց հետո հետագայում նաև քաղցկեղածի ինչ որ հիվանդություններ է ձեռք բերում կամ որոշակի հիվանդություններ, որոնք այդ պահին չեն երևում, հետագայում են արդեն նրա աշխարհողջության վրա ազդում, սրա մասին ընդհանրապես որևէ վիճակագրություն չունենք եւ ընդհանրապես տեղեկացված էլ չենք լինում։ Դուք գյուղատնտեսության ոլորտից եք նշում, որի ազդեցությունը այսպես երկարաժամկետ է, հա, միանգամից չի նկատվում։ Այդուհանդերձ, եթե անդրադառնանք այն շինարարության հրապարակներին, որտեղ, ինչպես դուք նշեցիք, միանգամից տեսնում ենք, հա, ու ողբերգական դեպքերը բավական շատացել են։ Ով է պատասխանատու այս պարագայում։ Իրականում որևէ արդյոք ուսումնասիրություն տարվում է, հա, որպեսզի պատճառը հետևանքային կապը հասկանալի լինի, որոշակի քայլեր ձեռնարկվեն։ Խնդրեմ, պարոն։ Շնորհակալություն։ Իմ գործընկերոջ եւ մտահոգությունը եւ կարծիքը այս թվարկածի վերաբերյալ, այո, մենք ամենօրյա մոնիտորինգ եւ ամենօրյա հսկողություն պետք է իրականացնենք այս process-ների վրա։ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը լիազոր մարմին է ճանաչված այս խնդիրները լուծելու համար, բայց ես հիմա կփորձեմ, ես զերծ կմնամ գնահատական տալ պատասխանատվությունից, թե ով է մեղավոր, բայց դրանք մեղավորության աստիճանը մենք վարչական իրավախախտումների մասին օրենսգրքով կիրառում ենք որպես պաշտոնատար անձի այս պարագայում տնտեսվարողի եւ փորձում ենք այդ մասով պատասխանատվության նորմ կիրառել նրանց նկատմամբ։ Ինչ վերաբերում է գյուղատնտեսության ոլորտում իրականացվելիք աշխատանքներն, իհարկե տեսչական մարմինը չունի այդքան մեծ կարողություններ, որ հնարավորություն ունենա բոլոր ոլորտներին, բայց այո, մենք էլ ենք նկատել եւ ունենք արդեն դիմում բողոքներ, որ աշխատելով մասնավոր անձի մոտ կամ որևիցե անհատ ձեռնարկատիրոջ մոտ, հա, ջերմոցում կամ որևիցե իր հողամասում ունեցել է արտադրական վնասված կամ առողջության հետ կապված երկարատիվ խնդիրներ են ծագել։ Ուղղակի, ինչպես նշվեց, տեսանելի են շինարարական հրապարակում կամ հանքարդյունաբերությունում կամ առևտրի այլ ոլորտներում աշխատակիցների արտադրական վնասվածքները այս պարագայում։ Եվ հիմա մենք փորձում ենք տանել աշխատանքներ, որպեսզի կարողանանք նաև վերահսկողություն իրականացնել այդ գյուղատնտեսական ոլորտի արտադրական խեղումների կամ վնասվածքների վերաբերյալ։ Խնդրեմ։ Երբ ասում ենք ով է մեղավոր, շատ դժվար է միանգամից գնահատել, թե ով է մեղավոր։ Նախ ամեն մի առանձին դեպքում մեղավորը կարող է լինել այս կամ այն կողմը։ Դրա համար վարույթ է հարուցվում, որպեսզի վարույթ իրականացնող մարմինը հայտնաբերի մեղավոր կողմին եւ պատասխանատվության ենթարկի։ Բայց ես կարծում եմ, որ ցանկացած պարագայում մենք պիտի պատասխանատվության մոտենանք թե գործատուի կողմը, թե աշխատողի կողմը։ Այո, օրենսդրության պատասխանատվությունը այդ միջավայրը ստեղծելու դրված է գործատուի վրա։ Եվ այնպես ինչպես արդեն խոսքիս առաջին մասում ասեցի, հա, հրահանգավորման եւ այլնի հետ կապված, բայց նաեւ լինում են այնպիսի դեպքեր, երբ աշխատողը ինքը պատասխանատվությամբ չի մոտենում սրան։ Այս խնդիրներ ենք ունենում։ Դեպքեր են լինում, երբ օրինակ աշխատողը հրահանգավորված էր, ինքը գիտեր, անվտանգության ինժեները տեղում էր, բացատրել էր, նույնիսկ ինքն էր իրականացրել այդ գործողությունը, օրինակ ամրագոտին կապելու կամ որոշակի պաշտպանիչ միջոցների հետ կապված, բայց երբ անվտանգության ինժեները այդտեղ չէ,
անմիջապես աշխատողը հանում է օրինակ ամրագոտին անջատում է, սաղավարտն է հանում, պաշտպանիչ միջոցներն է հանում, իրեն հարմար չէ այդպես աշխատել, բայց պետք է այսպես մեր աշխատողների գիտակցությունն էլ բարձրացնենք այնքան, որպեսզի ինքը հասկանա, որ այստեղ իր կյանքի խնդիրն է, կարելի է ապրել, ինչի մահանալ։ Այս առումով Հայաստանի Արմատների կոնֆեդերացիան իրազեկման աշխատանքներ իրականացնում է, բայց ինքը իրականացնում է այնտեղ, որտեղ կա արմիություն, որտեղ կան արմիության անդամներ։ Ճիշտ է, մենք այս պարագայում լինում են արմիություններ ունենում են արդյոք շինարարության ոլորտում ունենք որոշակի արմատենական կազմակերպություններ, որտեղ իմիջիայլոց չկան նման դեպքեր, այնտեղ որտեղ եղել է դեպքը, մենք այնտեղ արմիություն չունենք, բայց մենք ունենում ենք նաև որոշակի իրազեկման նյութեր, որոնք պարբերաբար սոցիալական դաշտում ենք տեղադրում, մեր կայքում ենք տեղադրում, պարզապես 780,000 կամ 800,000 աշխատողին ամեն օր դա հասցնել, ես չեմ ուզում առանձնացնենք մենք որևէ ոլորտ, գրասենյակում էլ կարող են լինել էլի անվտանգության խնդիրներ բնականաբար, հա, սենյակում աշխատողի համար։ Այսինքն պետք է որ հասանելի լինենք յուրաքանչյուր աշխատողին, որովհետև եթե գործատուներին կարելի է հաշվել, աշխատողների պարագայում այդ բոլորին հասանելիություն դժվար է ապահովել, գործատուներն ավելի քիչ են, քան աշխատողները, բայց այս պարագայում կարծում եմ, որ չեմ հավատում, որ գործատուին օրինակ ձեռնտու է, որ իր կազմակերպությունում դժբախտ դեպքով մահվան ելքով դեպք լինի, բայց իրենք էլ պիտի պատասխանատվության մոտենան։ Սա այն հարցն է, որտեղ մենք գործ ունենք մարդու կյանքի հետ, սա վերջնահաշվակ չվճարենք շինարարություն, բայց ես ինքս էլ տեսնում եմ, որ օրինակ աշխատողը վերևում աշխատում է առանց պաշտպանիչ միջոցների կամ կանգնած է այնպիսի ուրեմն պատվարի վրա, որը հեսե պիտի քանդվի։ Դե օրինակ այս պարագայում արդյոք չպետք է չհայտարարված օրինակ ստուգումներ լինեն, պարոն Գրիգորյան, բարձր ռիսկայնություն ունեցող ի վերջո շինհրապարակներում, որովհետև ամեն անգամ եթե հաջողակ են հատկապես հա նման դեպքեր է լինում, սպասել, հետո դեպքից հետո իրականացնել գործառույթներ, գործողություններ։ Կարևոր ու լավ հարց եք բարձրացնում, այն գործընկերը տեղյակ է այդ ամբողջ process-ներից, մենք բազմիցս ունեցել ենք նման քննարկումներ, այսօր էլ օրակարգում կա այդ հարցը, որ տեսչական մարմնի լիազորությունները մի փոքր պետք է ավելացնեն այդ չնախատեսված այցերի տրամաբանությունը եւ թեկուզ շաբաթ, կիրակի եւ աշխատանքի երեկոյան ժամերին աշխարհի շատ երկրներում կիրառվում են նման պրակտիկաներ եւ մենք փորձում ենք ուսումնասիրել մի քանի երկրների փորձ, որպեսզի ավելի այսպես համակցված այդ մոտեցմանը մոտենանք։ Իհարկե մեր օրենսդրությունում կան որոշակի փոփոխության կարիքներ, որպեսզի մենք կարողանանք դա ունենալ, բայց դուք իրավացի եք ձեր պնդմամբ, որ այո, դա կարող է կանխարգելել որոշակի ռիսկեր, որովհետև երբ որ մենք բոլորս որպես բնակիչ տեսնում ենք այդ խախտումը, հա, մենք չենք կարողանում արձագանքել, բայց դրան պարտավոր է արձագանքել այն տեսուչը ամեն գերատեսչության աշխատակիցը, որը ամենօրյա ռեժիմով զբաղվում է դրա կանխարգելմամբ։ Հա, դիցուք շաբաթ կամ կիրակի օրը մենք ինքներս տեսնում ենք շինհրապարակում աշխատող մարդկանց, որոնք չեն կրում սաղավարտներ, որոնք բարձրության վրա աշխատում են առանց ամրագոտների եւ մենք ուղղակի ֆիզիկապես հնարավորություն չունենք։ Մեխանիզմը այսպիսին է, պիտի գալ տեսուչը պիտի գա աշխատավայր, զեկուցագիր գրի իր անմիջական ղեկավարությանը։ Այդ զեկուցագիրը պիտի մակագրվի, դուք պատկերացնում եք արդեն դրան ժամանակ անցավ։ Այսինքն, երբ որ արդեն մենք հասնում ենք դեպքի վայր, այսպես ճակերտավոր ասած, այնտեղ իրավախախտումը արդեն կարող է վերացված լինի կամ ընդհանրապես չնկատվի։ Եվ մենք արձանագրենք, որ այդտեղ իրավախախտում չկա։ Եվ սա չնշանակեց, որ այդտեղ իրավախախտում չի եղել։